Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը կաջակցի վարչապետին անվստահություն հայտնելու պատիվ ունեմի նախաձեռնությանը։ Տեղեկությունը Ազատության հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում ազգային ժողովում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։ Օհանյանը նաև նշեց մնացյալ հարցերի շուրջ պատիվ ունեմի հետ պատրաստ են հավելյալ քննարկման։ Հայաստան խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը մանրամասնում է. իրենք պակասող քվեները կապահովեն առանց նախապայմանների։ Մենք ունենք պայման, որ այսինչ օրը եթե չենք բանանում մենք, այլ բան ենք ասում ենք, որպեսզի դա քննարկվի ազգային ժողովում, պետք է 36 ստորագրություն։ Մենք պատրաստ ենք Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացի համար տրամադրել մեր 28-ը, բայց ավել չունենք մենք, եւ դրա համար էլ հենց չենք նախաձեռնել մենք, որովհետեւ չունենք բավարար ձայները։ Ենթադրում ենք, եթե հանրապետական կուսակցության գործադիր մարմնի կոչով պատիվ ունեմը նախաձեռնել է, ունի այդ ողջամիտ ծրագիրը, քայլերի հաջորդականությունը եւ անհրաժեշտ ձայները, որպեսզի այդ գործընթացը նախաձեռնի։ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց 2 օր առաջ Սերժ Սարգսյանի առաջնորդած հանրապետական կուսակցության հորդորով նախաձեռնեց պատիվ ունեմ խմբակցությունը։ Վարչապետի թեկնածու են առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Վարչապետին անվստահություն հայտնելու եւ նոր վարչապետ ընտրելու նախագիծը միաժամանակ է ներկայացվում։ Այն խորհրդարանում կարող է քննարկվել 36 պատգամավորի ստորագրության դեպքում, բայց ընդունելու համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 քվե։ Որևէ խմբակցությունում չընդգրկված 4 պատգամավորից Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը պատիվ ունեմին չեն սատարի։ Իմպիչմենտին կողմ են, բայց միայն իրենց թեկնածուով, որը Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Մենք երկու նպատակ ենք հետապնդում։ Մեկը Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ մյուսը 26 թվականի ընտրություններին գնալ այն վստահությամբ, որ կձևավորենք մի իշխանություն, որը կլինի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմը։ Եվ այս իմաստով մենք գտնում ենք, որ պարոն Էդմոն Մարուքյանի թեկնածությունը ամենանպատակահարմարն եւ ընդունելի եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեր գործընկերների համար եւ Հայաստան դաշինքի համար եւ պատիվ ունեմ դաշինքի համար եւ արտախորհրդանական շատ ուժերի համար։ Պատիվ ունեմին չաջակցի նաեւ Հայաստան խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանը։ Պատգամավորը Ազատությանը հայտնեց, չի ուզում մասնակցել մի գործընթացի, որի ծագման պատճառները անհայտ են եւ ուղղված չեն Փաշինյանին պաշտոնանկ անելուն։ Ազգային ժողովի նիստերից բացակայող 4-րդ անկախ պատգամավորի Իշխան Զաքարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ոչ միայն վարչապետին անվստահություն հայտնելու եւ նոր վարչապետ ընտրելու, այլ նաեւ նախագիծն ազգային ժողով մուտք անելու համար բավարար ձայներ չունեն։ Իշխող քաղաքացիական պայմանագրում գործընթացով մտահոգված չեն։ Տարածքային կառավարման ԿՊԱ-ական նախարար Դավիթ Խուդատյանը այսօր պնդեց. ընդդիմությունը տապալվելու է։ Հանգիստ պատրաստվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այն վստահությամբ, որ խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք ճնշող առավելություն, այն է 50+1 ձայներով հաղթանակ են տանելու։ Խորհուրդ կտամ ԿՊԱ-ականներին շատ սուր հայտարարություններ հիմա չանեն իրենց ղեկավարներին, իրենց տերերին հաճոյանալու համար, որովհետև մեկ էլ տեսար հետագայում ստիպված լինեն ջնջել այդ հայտարարությունները ու բացատրել, թե ինչի նկատի ունեին ու հիմա ինչի են տրամագծորեն հակառակ հայտարարություններ եւ գործողություններ իրականացնում։ Նախաձեռնության հեղինակներից պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պնդմամբ գործընթացն առաջին հերթին իշխանափոխության մասինն է եւ իրենք ամեն կերպ փորձելու են հասնել դրան։ Վստահեցրեց ունեն ծրագիր, հաշվի են առել բոլոր ռիսկերը։ Երբ որ դու նախապատրաստում ես որևէ ծրագիր, մասնավորապես իշխանափոխության ծրագիր, այո, դու պարտավոր ես բոլոր հավանականությունները մաքսիմալի հասցնել հաջողության, նվազեցնել բոլոր ռիսկերը, բայց երբ որ ծրագրի գործարկմանն ես արդեն անցնում,
ես երբեք իմ մտքումս այդպիսի հավանականություններ չեմ հաշվել, իսկ կստացվի, ինչքան հավանականությունը կստացվի, թե ոչ։ Սա կռիվ է, սա պայքար է, ու մենք պարտավոր ենք դրանում ուժերի ամբողջ լարումով ներգրավված լինել։ Ամիս ու կես առաջ էլ հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանն էր վստահեցնում, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է եւ իրենք դա անելու ծրագիր ունեն։ Ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատյանի կարծիքով, եթե նախաձեռնողները անվստահության գործընթացում չհաջողեն, կշահի միայն իշխանությունը։ Եթե գործընթացը չգնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտնվի բացառապես Նիկոլ Փաշինյանը։ Եթե քո նպատակը իշխանափոխությունն է երկրում, ապա դու դրան պատրաստ ես ծառայեցնել ամեն ինչ, այդ թվում նաև քո անհատական կամ խմբային կամ կուսակցական ռեյտինգը։ Երբ մենք փորձում ենք որևէ գործընթաց, երբ մենք սկսում ենք որևէ գործընթաց, մեր հաշվարկների մեջ չկա լավ, իսկ սրա արդյունքում մեր ռեյտինգը կնվազի, թե կպակասի։ Թե կոնկրետ ինչ մեթոդներով է հանրապետականը պարտադրելու իշխանական падգամավորներին միանալ նախաձեռնությանը եւ որն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նրանց ծրագիրը, Մամիջանյանն այսօր միայն ասաց. դեռ փակագծեր չեն բացի։ Իսկ խորհրդարանական հերթական ընտրություններին 1 տարի է մնացել։